Ժամկետային զինվորական ծառայությանը եւ մասնավորապես գումար վճարելու դիմաց քիչ ժամկետով ծառայելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի խնդիրներ է պարունակում, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը, անընդունելի եւ անթույլատրելի համարելով սոցիալական շերտավորումը։ Չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։ Քանի որ բացասական դիրքորոշումը հրապարակային է, Մանասյանը կարծում է, որ առաջիկայում այս նախագծի շուրջ ամեն դեպքում քննարկումներ կլինեն։ ՄԻՊ-ը թվարկել է նաև գործիքակազմը, որով կարող է պայքարել նախագծի դեմ, առանձնացրել է սահմանադրական դատարան դիմելու իրավունքը։ Իհարկե նախագծային կարգավորումները մեր կողմից դեռ ուսումնասիրության փուլում են, որովհետև շատ ավելի մեծ նախագիծ է, քան այն տրամաբանությունը, որը հանրային քննարկումների տեղիք է տվել, բայց միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներում չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես ինքս տեսնում եմ, դիմելու եմ սահմանադրական դատարան, բայց այս պահին էլ հույս ունեմ, որ գործընկերները ըստ էության հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որ ներկայացրել ենք եւ ըստ էության չենք ունենա այդ կարգավորումները։ Խոսելով երեխաների իրավունքների պաշտպանության համակարգից, Մանասյանը շեշտել է, որ Հայաստանում այն արդյունավետ չի եղել եւ չի համապատասխանել միջազգային չափանիշներին։ Հիմա շատ կարեւոր է, որ այս նախագծերի փաթեթը ըստ էության արդեն մտնում է նաեւ ազգային ժողովում քննարկումների փուլ, ես դա իրապես շատ կարևոր եմ համարում։ Թվերի վերաբերյալ բռնության չեմ ուզենա խոսել, որովհետև այն հանգամանքը, որ հիմա մենք մեծ թվերի մասին ենք խոսում, պայմանավորված է նաև նրանով, որ հիմա վիճակագրությունն է մի փոքր այլ կերպ վարվում, քան նախկինում, հիմա նաև շատ են բարձրաձայնում այս հարցերը, քան նախկինում, որովհետև օրինակ, եթե նախկինում երեխան ընտանիքի ներսում սեռական բռնության էր ենթարկվում, մեզանից որևէ մեկը դրա մասին կարող էր չիմանալ նույնիսկ։ Հիմա նման թեմաների մասին շատ են բարձրաձայնում եւ դիմում աջակցության համար, մանրամասնել է Մանասյանը։ ՄԻՊ-ը անդրադարձել է նաև Մերձավանի դպրոցի դեպքին, որի ժամանակ շատ երեխաներ հարցազրույցներ էին տվել, ինչից հետո նաև թիրախավորվել։ Դա էր պատճառը, որ մենք կոչ էինք արել նախ ընդհանրապես չտարածել նման տեսանյութեր, չթիրախավորել երեխաներին եւ զերծ մնալ այդ թիրախավորումից։ Մանասյանը նշել է նաև, որ թեև երեխաների մասնակցությամբ տեսանյութ տարածելու օրենսդրական կարգավորում եւ արգելք չկա, ամեն դեպքում կա չափանիշ, հաշվի առնել երեխայի լավագույն շահը եւ չխախտել անձնական տվյալները։ Մուշեղ Իսախանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։